Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Այն ժամանակ Հիսուսը հոգուց անապատը տարվեց, որ փորձվի սատանայից։ Մատթեոս 4:1։ Սուրբ բնավորությունը չի կանխարգելում փորձությունը։ Հիսուսը փորձվեց։ Երբ սատանան փորձում է մեզ, նրա կայծերը ընկնում են չոր փայտի վրա, սակայն Քրիստոսի դեպքում դրանք կարծես ջրին էին հարվածում, ինչևէ թշնամին շարունակում էր իր չար գործերը, և եթե սատանան շարունակում է հարվածել այն դեպքում, երբ արդյունք չկա, ուրեմն որքան ավելի նա կանի դա իմանալով, թե ինչ ջուրավառ նյութից է պատրաստված մեր սիրտը։ Չնայած դուք սրբագործվում եք Սուրբ Հոգու միջոցով, այնուամենայնիվ սպասեք, որ դժոխքի մեծ շունը հաչելու է ձեզ վրա։ Մարդկանց շրջանում մենք ակնկալում ենք, որ կփորձվենք, սակայն նույնիսկ մեկուսացումը չի պաշտպանի մեզ այդպիսի փորձություններից։ Քրիստոսը մարդկանց հասարակությունից անապատ տարվեց, բայց փորձվեց սատանայից։ Մենությունն անշուշտ իր գրավչությունն ու առավելություններն ունի։ Այն կարող է օգտակար լինել աչքերի ցանկությունն ու այս կյանքի ամբարտավանությունը ստուգելու համար։ Բայց սատանան կհետապնդի մեզ նույնիսկ ամենասքանչելի առանձնավայրերում։ Մի կարծեք, որ միայն աշխարհիկ մարդիկ են սոսկալի մտքեր և հայոյության գայթակղություններ ունենում։ Նույնը պատահում է նաև հոգևոր մարդկանց հետ, և ամենասուրբ վիճակում մենք կարող ենք ամենասարսափելի փորձությանը ենթարկվել։ Հոգու առավելագույն սրբագործումն անգամ չի ապահովագրի ձեզ սատանայի փորձությունից։ Քրիստոսը լիովին սրբված և առանձնացված էր Աստծո համար։ Նրա կերակուրն ու ըմպելիքն իրեն ուղարկողի կամքը անելն էր, և այդուհանդերձ նա փորձվեց։ Ձեր սրտերը գուցե փայլեն Հիսուսի հանդեպ ունեցած սիրո կրակից, բայց սատանան կփորձի ձեզ իջեցնել և հասցնել Լավոդիկեի գաղջ վիճակին։ Եթե դուք ինձ հարցնեք, թե երբ կարող է քրիստոնյան մի կողմ դնել իր սպառազինությունը, ես կպատասխանեմ, երբ սատանան դադարի մեզ փորձել։ Ինչպես վաղ շրջանների ասպետներն էին վառվում պատերազմի ժամանակ, այնպես էլ մենք պետք է քնենք սաղավարտն ու զրահը մեզ վրա, որովհետև խաբեբա մոլորեցնողը կօգտվի առաջին իսկ հնարավորությունից և մեզ իր զոհը կդարձնի։ Տեր, արթուն պահիր մեզ բոլոր եղանակներին և օգնիր վերջնականապես ազատվել առյուծի երախից և արջի թաթերից։